Ողջույն հայր ջան, Արարատ քաղաքի միակ պատկերասրահն է։ Երևի վերջին անգամ այստեղ եղել եմ 90-ականների սկզբին, եթե չեմ սխալվում, դեռ դպրոցական էի, նկարների ցուցահանդես էր։ Եվ հավանաբար այդ ժամանակվանից ի վեր կողպվեց։ Ինչքան լափելու տեղ կա, կազինոյի, բանկ, ապտեկա, ես չգիտեմ ինչ, լոմբարդ, բուսնում են ու բուսնում, բայց համշակութային կենտրոնները, միակ մշակութային, այսպես ասած, կենտրոնը ահա փակ է։ Եթե հանկարծ իմը մեկը առաջարկի, որ այստեղ դոներ քյաբաբ բացի, տեղում կհամաձայնվեն իշխանիկները, իհարկե այդպես է։ Մեր ինչին է պետք մշակույթ արվեստը, չէ՞ որ ազգը դրանով չի ապրում են ստամոքսով եւ լափով։ Շատ ցավում եմ, որովհետեւ ինչպես բոլոր մարզերում, իմ սիրելի Արարատում նույնպես տաղանդավոր երեխաներ կան լիքը տաղանդավոր երեխաներ, ովքեր լավ նկարում են, կան տաղանդավոր երեխաներ, որ լավ երգում են, տաղանդավոր երեխաներ, որ լավ արտասանում են եւ այսպես շարունակ։ Բայց ցավոք սրտի, ահա մենք տեսնում ենք, թե ինչ բարձի թողի է ամենուր այս վիճակը։ Նույնը եւ օրինակ Մարտունի քաղաքի թանգարանն է։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Հետո պարզում ես քաղաքապետարանից, որ քանի հոգի են գրանցված որպես աշխատող, տարիներ շարունակ սա վերաբերվում է նաև այսպես ասած նախկին կոչվածներին, լափում են, ուրեմն մի քանի հոգի գրանցված են, բայց փաստացի այն չի գործում։ Ցավում եմ, իրոք ցավում եմ, երանի այն օրը, որ մենք կունենանք ազգային իշխանություն, երանի այն օրը, որ գոնե, ասենք, ինձ կթույլատրվի բացել այս կողպեքը եւ ասել իմ սիրելի արարածիներ, այսօրվանից ձեր փոքրիկները ցույց են տալու իրենց տաղանդը։